Եղվարդի խճուղում դեկտեմբերի 19-ին ժամը 19:30-ի սահմաններում բախվել են Toyota, Nissan մակնիշների մարդատարները և Paz մակնիշի ավտոբուսը։ Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ բախման հետևանքով ավտոբուսը փակել է ճանապարհի երթևեկելի գոտին, առաջացնելով մի քանի կիլոմետրանոց խցանում։ Վարորդները եղել են սթափ, տուժածներ չկան։ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված 40 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը շղթայական վթարի պատճառ է դարձել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ավտոբուսը բախվել է Mustang մակնիշի ավտոմեքենային, ապա Volkswagen և Toyota մակնիշների ավտոմեքենաներին։ Ավտոբուսի վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը։ Ֆոտոլրագրողի փոխանցմամբ վարորդները եղել են սթափ, սակայն թե ինչ հանգամանքներում է եղել վթարը, դեռևս պարզ չէ։ Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են Ford Transit մարդատար գազելը և Mercedes Շալանդ բեռնատարը։ 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով առաջացել էր դիզվառելիքի արտահոսք, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել, քանի որ բեռնատարը ճանապարհը փակած է եղել։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և մաքրել ճանապարհը։ Բաքվի ռազմական դատարանում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը։ Այսօրվա դատական նիստի ժամանակ Արայիկ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը և Դավիթ Մանուկյանը հանդես են եկել եզրափակիչ խոսքով։ Նրանք բոլորը չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները, մեղադրողների փաստարկները հայտարարելով անհիմն։ Նրանք իրենց հակափաստարկներն են ներկայացրել մեղադրանքի առնչությամբ։ Դատական հաջորդ նիստը դեկտեմբերի 22-ին է նշանակված։ Այսօր Հայաստան ժամանած ադրբեջանական բենզինը հասանելի կլինի ՔՊԱ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Run Oil ցանցի բենզանացակայաններում։ Ընկերությունը հույս ունի, որ նոր աղբյուրների ներգրավումը կնպաստի վառելիքի շուկայի հավասարակշռությանը և կամրապնդի մեր երկրի էներգետիկ ու տնտեսական դիմակայունությունը։ Ավելի վաղ Run Oil ընկերությունը Sputnik Armenia-ի հարցման ի պատասխան ժխտել էր, թե ադրբեջանական նավթամթերքի ներմուծողն իրենք են։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը խիստ գնահատականներ է հնչեցրել Հայաստանի իշխանությունների և եկեղեցու ներսում սկսված պառակտիչ գործընթացների հասցեին։ Հոգևոր բարձրագույն մարմինը պաշտոնապես հայտարարել է, որ եկեղեցու հոգևորականների և ազգային բարերարների նկատմամբ իրականացվում են ապօրինի հետապնդումներ ու բռնաճնշումներ, պահանջելով անհապաղ դադարեցնել շինծու մեղադրանքներով քրեական բարույթները։ Խորհուրդը դատապարտելի է համարել անձամբ վարչապետի միջամտությունը եկեղեցական կյանքին, մասնավորապես պատարագների ժամանակ կաթողիկոսի անունը հարկադրաբար չհիշատակելու պահանջը, ինչը որակվել է որպես հակականոնական ընթացք և հերձվածի վտանգ։ Ժողովի ընթացքում կոշտ քննադատության են արժանացել նաև այն 10 եպիսկոպոսները, որոնց խոտոր ընթացքը և իշխանական օրակարգերին հարելը դիտարկվել են որպես հոգևոր ուխտի խախտում և հարված եկեղեցու միասնականությանը։ Ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու նպատակով Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ է համարել մոտ ապագայում եպիսկոպոսատ ժողովի գումարումը։ Այս օրերին Պարզվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը հոկտեմբերին Civilnet-ին մերժել է տրամադրել Մոսկվայի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանի գործակալ լինելու մասով տեղեկություն, պատճառաբանելով, որ դա պետական և անձնական գաղտնիք է։ Սակայն այսօր պարզ դարձավ, որ ԱԱՑ-ն նույն տեղեկությունը տրամադրել է իշխանամերձ Civic AM-ին, թե ինչպես պաշտպանված անձնական տվյալը դարձավ բաց տեղեկատվություն, հայտնի չէ, գրել է Civilnet-ը։ Civic-ի հրապարակած փաստաթուղթը հանրային քննարկման առիթ է դարձել։ Շատ օգտատերեր գրում են, որ 1986-ից 1988 թվականներին ողջ թղթաբանությունը կատարվում էր ռուսերեն, իսկ հրապարակվածը հայերեն է։ Դրա պատճառով էլ օգտատերերը կեղծ են համարել հրապարակված փաստաթուղթը։ Պաշտպանելու խաղաղ ապահով կյանքը Էջմիածնի մայրտաճարի մուտքի մոտ սրտամկանի սուր ինֆարկտ ստացած Տեր Վրդանեսն իրեն լավ է զգում, կյանքին վտանգ չի սպառնում։ 2 ստենտ են տեղադրել, ևս 3-ը նախատեսվում է տեղադրել 72 ժամը լրանալուց հետո։ Վերակենդանացման բաժնից շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ։ Նյուզայեմի մեր գործընկերներին հայտնել են բժշկական կենտրոնի ղեկավարն ու երեցկինը։ Առաջին բանը, որ տեսավ ինձ, ասեց վեհափարս ոնց է, ասեցի փաստորեն դու էլի այս վիճակում մտածում ես առաջինը եկեղեցի հայրենիք, երրորդ տեղում ես, այդպես ծիծաղեց, իրականում այսպես ասեմ, իր նման մարդիկ եզակի են, չգիտեմ երկրորդը կա Հայաստանում թե ոչ, ինչպես որ ինքը սիրում է սրտանց եկեղեցին հայրենիքը, ընտանիքն էլ են նույն, կարող եմ ասել նույն կարգավիճակում, բայց այս պահին ինքը հայրենիքի կողքին է պետք ու ես վստահ եմ, որ այն առաքելությունն, այն նպատակը, ինչի հետևից ինքը գնում է, պիտի հասնի, որովհետև Աստծով ենք առաջ շարժվում։
Կին մեղադրել։ Գլխավոր դատախազությունը նոր միջնորդություն է ուղարկել Մոսկվա նախկին գլխավոր դատախազ Գևոր Կոստանյանին Հայաստան արտահանձնելու համար։ Կոստանյանը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել եւ 2022 թվականից հաշվառված է Մոսկվայում։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումից բացի կա նաեւ գույքի բռնագանձման հայց։ Մենք հպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության աջակցությանը, իրականացնելով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի անընդհատ շուրջօրյա հսկողություն։ X-ի միկրոբլոգում գրառում է արել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կից հրապարակելով իր գործունեությունը ներկայացնող տեսանյութ։ Ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյան մեղադրվում է ԵՄ միջոցներով կեղծ դրամաշնորհներ բաշխելու համար։ Ըստ նախարարության նա 2.5 միլիոն դոլար է յուրացրել։ Նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 2009 թվականից 2014 թվականներին Եվրամիության հետ աշխատանքները համակարգող վարչության ղեկավար ԱԳ-ն յուրացրել է ԵՄ ծրագրերից ստացված դրամաշնորհները։ Հարուցվել է քրեական գործ, նրա դեմ միջազգային հետախուզում է հայտարարվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրին քարտի փոխարեն ներկայացրել է ոսկե քարտը։ Նրա խոսքով ԱՄՆ ներգաղթը այժմ հնարավոր կլինի ոսկե քարտի համար $1 միլիոն վճարի դիմաց, ի տարբերություն Բայդենի նախագահության ժամանակների, երբ երկիր էր մուտք գործել 25 միլիոն մարդ։ Այս պահին ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան չեն պատրաստվում կապիտուլյացիայի դիմել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նշելով, որ բանակցությունները կարող են լինել պատերազմի ավարտի ճանապարհ։ Նրա խոսքով ԱՄՆ-ն փորձում է հասկանալ, թե կարգավորման ինչ պայմաններ կարող են ընդունել կողմերը իրենց դիրքորոշումներում համաձայնության հասնելու համար։ Ըստ Ռուբիոյի, բանակցություններում կա առաջընթաց, սակայն առջևում ամենադժվար լուծելի հարցերն են։ С военной аудиторией я никого конкретно не имел в виду. Տարվա ամփոփում Վլադիմիր Պուտինի հետ միջոցառման ընթացքում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան ներկայումս Ուկրաինայից խաղաղության պատրաստակամություն չի տեսնում։ Նրա խոսքով Ռուսաստանը պատրաստ է եւ ցանկանում է խաղաղ ճանապարհով ավարտել ուկրաինական հակամարտությունը, սակայն Կիևը դեռևս չի ցուցաբերում տարածքային հարցերը քննարկելու ցանկություն։ Անդրադառնալով օրեր առաջ Զելենսկու այցին Կուպյանսկ, որով նա փորձել էր ցույց տալ, թե քաղաքը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ, Պուտինը նշել է, որ տեսանյութում Զելենսկին Ստելլա քաղաքից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, հեգնելով, որ եթե Կուպյանսկն իսկապես ուկրաինական վերահսկողության տակ է, կարելի է ոչ թե շեմին կանգնել, այլ մտնել քաղաք։ Միաժամանակ նա հաստատել է, որ Կուպյանսկ քաղաքը գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Այնտեղ շրջափակման մեջ է հայտնվել Ուկրաինայի շուրջ 3500 զինծառայող, որոնք գործնականում որևէ շանս չունեն, ասել է Պուտինը։ Պատասխանելով BBC-ի լրագրողի հարցին, թե հնարավոր է նոր հատուկ ռազմական գործողություններ, գերտերերության ղեկավարն ասել է. Не будет. Ոչ մի գործողություն չի լինի, եթե դուք մեզ հետ վերաբերվեք հարգանքով, պահպանեք մեր շահերը, ինչպես մենք ենք մշտապես փորձել պահպանել ձերը։ Եթե դուք մեզ չխաբեք, ինչպես խաբեցիք ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման հարցում, ռազմական գործողություն չի լինի։ Как надули. Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանի Օրիոլ, Տոլյատի եւ Դոնի Ռոստով քաղաքներին։ Հարվածների հետևանքով որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ուկրաինական 94 անօդաչու սարք են ոչնչացրել, որոնցից 36-ը միայն Ռոստովի մարզում։ Եվրամիությունն ավելի շատ ակտիվներ ունի Ռուսաստանում, քան ռուսական սառեցված միջոցների ծավալն է, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Եթե Ռուսաստանը հայելային պատասխան տա, Եվրոպան մեծ վնասներ կունենա եւ կպարտվի, նշել է նա։ Ահա թե ինչու է բրյուսելյան խմբավորումը մտափոխվել ռուսական փողերն օտարելու հարցում, շեշտել է Հունգարիայի վարչապետը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ժամանակն է Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Նրա խոսքով իրենք շահագրգռված են գտնել այս քննարկումներին մասնակցելու հնարավորություն։ Միջնորդավորված բանակցությունները ոչ արդյունավետ են, նշել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնը միջնորդ ասելով հավանաբար նկատի ունի ամերիկյան կողմին։ ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի տարածաշրջանային օդանավակայանում Քեսնա 550 մասնավոր ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ Վթարի հետևանքով կա 7 զոհ, որոնց թվում են եղել NASCAR ավտոմրցարշավի նախկին վարորդ Գրեգ Բիֆլը եւ իր ընտանիքը։ Լուրը հայտնել է ավտոմրցարշավային կազմակերպությունը։
տարվա ամփոփում Վլադիմիր Պուտինի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ուզում եմ ամուսնանալ պաստառով մի երիտասարդ իր ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել եւ Պուտինին հրավիրել իրենց հարսանեկան արարողությանը։ Моя девушка смотрится. Ես գիտեմ, որ իմ ընկերուհին այժմ դիտում է եթերը։ Օլեչկա, ամուսնացիր ինձ հետ, քանի որ այս ամենն այստեղ է տեղի ունենում, Վլադիմիր Վլադիմիրովիչ։ Շատ ուրախ կլինեինք ձեզ տեսնել մեր հարսանիքին։